Եմ ուզում, որ մյուս ազգերը լսեն ինչ որ ասում եմ ես, որովհետև խոսքս վերաբերում է մեր ներկայային կացությանը, որ մենք տարիներ շարունակ հիշատակել ենք մեր Եղեռնի զոհերին, բոլորս մեկ բռունցք դարձած, բայց այսօր միասնական չենք, քաղաքական իշխանություններից մաս չկա, պատկերացնում եք, անցած տարի գոնե եկել էին, խոսք չասացին, իսկ այս տարի ընդհանրապես որևէ մեկը չկա։ Ինչու՞։ Ջնջենք, մոռանանք, պահանջելը մի կողմ թողնենք, բայց մոռանանք ժողովուրդ։ Ուրեմն ինչպես որ Սրբազան հայրն էր ասել, մենք մերժում ենք նրանց, ովքեր որ մերժում են մեր արժեքները, ովքեր որ մեզ ստիպում են մոռանալ մեր հետ կատարվածը։ Մոռանալ չի կարելի, որովհետև մենք կենդանների նման չենք, մենք մարդ ենք բանական, և մեզ տրված է հիշողություն, պարտավոր ենք հիշել, պահել և նաև փոխանցել, դաստիարակել մեր զավակներին։ Հենց իսկ ուժեղության համար, ոչ թե թուլության համար։ Հիշողությունը թուլություն չէ։ Հիշողությունը այն արմատներն են, որոնց վրա մենք կանգնում ենք։ Չի կարող ծառը կանգնել առանց արմատների։ Արմատները կարծես թե ծուռ մրտիկ են, կարծես թե թույլ են, բայց իրականում նրանք են պահում ծառը։ Մեր արմատների վրա է հաստատված մեր բոլոր սրբություններն ու արժեքները սիրում։ Այս ամեն ինչը հատկապես սրտանց հայրեն ասեցի ձեզ, որպեսզի այն իրողությունը, որի մեջ մենք գտնվում ենք, ոչ թե ինֆորմացիայով լվանան մեր ուղեղներից, մեր սրտերից, այլ ընդհակառակը հասկանանք, որ մի եզրագծի ենք հասել, որտեղ որ որոշվում է, արդյոք շարունակում ենք հայ մնալ, թե անում ենք այն, ինչ որ դարերով ուզեցել են անել, այսինքն թուրքացնել մեզ։ Եթե ուզում ենք լավ ապրել, բայց թուրքանալ, խնդրեմ, ուրեմն հետևում ենք այսօրվա քաղաքականությանը, որը որ տանում է Հայաստանի կառավարությունը։ Բայց ուզում եմ ինչպես քրիստոնյա հոգևորական ամենայն լավատեսությամբ ապավինել Աստծուն և բոլորս միասին հայր ասենք դարձյալ ու հետո գնանք մեր տները։ Միասին աղոթենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբիցյան քո, եկես հրատարություն քո, երեցին կամ քո, որպես եկինս և երկրի, ըստ մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ խաբիս մեր, որպես և մեկ թող մեզ պարտականած, և մի տանիրս մեզ իպորտություն, այլ կրյազ մեզ չարեր, զիգորայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Աստված օրհնի ամեն։ Շնորհակալություն ես Կոմիտասի անունից բոլորիդ, որ եկաք իրարձանի մոտ և միասին աղոթեցին։ Спасибо всем, особенно Владимиру Георгиевичу, представителю администрации Санкт-Петербурга, нашим языческим братьям и всем тем, которые присутствуют, которые помнят и почитают. Храни Бог всех нас. Аминь.